Ելենա Արշակյանի «Ուրիշի ընտանիքը» սերիալում Ալինային դուրս են գրում հիվանդանոցից, բայց դա չի բերում ոչ հանգստություն, ոչ էլ վստահություն։ Բժիշկների ձեռքերում ոչ մի կոնկրետ ախտորոշում չկա, եւ սա ամենաանհանգստացնողն է։ Նման անորոշություն, երբ խոսքը երեխայի առողջության մասին է, ավելի ծանր է, քան ցանկացած արձանագրված հիվանդություն։ Էլիզն ու Նորոն ապրում են լուռ, բայց խորը վախի մեջ։ Նրանք չեն ասում, չեն արտաբերում իրենց սարսափը, բայց ներսում զգում են, որ իրավիճակն ամեն րոպե կարող է սրվել։ Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ ոչ միայն Ալինան, այլև Արշակի դուստրը Արևիկը նման խնդիրներ ունի։ Դեռ ոչ ոք չգիտի, բայց երկու աղջնակ տառապում են նույն հիվանդությամբ։ Եվ այդ կապը շուտով պետք է բացահայտվի, մեծ բախումների դուռը բացելով։ Այս լարվածության ֆոնին Էդոն բացահայտում է մի ճշմարտություն, որը Էլիզի համար դառնում է հարված։ Նա տեղեկացնում է, որ Նորոն եւ Մագդան լուրջ հարաբերությունների մեջ են։ Ոչ միայն հանդիպում են, այլև Նորոն պատրաստվում է գնալ Մագդայի տուն, ծանոթանալու նրա ընտանիքի հետ։ Էլիզը, ով մինչ այդ կարծում էր, թե լիարժեք վերահսկում է իրավիճակը, դուրս է գալիս հավասարակշռությունից։ Զայրույթը նրան ամբողջովին կլանում է, նա սկսում է ասել ավելորդություններ, այնպիսի խոսքեր, որոնք ոչ միայն վտանգավոր են, այլ նաև կարող են անդառնալի հետևանքներ ունենալ։ Նրա ասածներից մեկն առանձնապես ծանր է։ Նա հայտարարում է, որ պատրաստ է Նորոյին պատմել Մագդայի մասին ճշմարտությունը։ Էդոն զարմանում է, նրա համար այդ խոսքերն անբացատրելի են։ Նա չի հասկանում, թե ինչ գաղտնիքի մասին է խոսքը։ Բայց Էլիզը ոչ մի բացատրություն չի տալիս, լռում է, ինչպես միշտ, քողարկված ու վտանգավոր։ Այս ամենից հետո Էլիզը շտապում է Հասմիկի մոտ։ Այս անգամ ոչ թե մանևրելու կամ վերահսկելու, այլ զրույցի, որտեղ ինքը փորձում է մարել կրակը, որ հենց ինքն է հրկիզել։ Նա Հասմիկին ասում է, որ Նորոն ու Մագդան սիրում են միմյանց եւ պատրաստվում են ամուսնանալ։ Հասմիկը սառչում է տեղում։ Դեռ երեկ նա հավատում էր Էլիզին, որ իրավիճակը վերահսկելի է, որ ոչինչ լուրջ չի կարող լինել, բայց այժմ ակնհայտ է, որ Էլիզը ոչ միայն կորցրել է վերահսկողությունը, այլև իր ապատեղեկատվություններով Հասմիկին տարել է դեպի կորուստ։ Հասմիկը շփոթված է, իրեն կորցրած, անկարող որևէ բան փոխել։ Նրա համար հիմա ամեն ինչ ճակատագրով է տրված։ Բայց միևնույն ժամանակ նա հասկանում է, միակ մարդը, ով այս պահին կարող է կանգնեցնել այս անկասելի փլուզումը, դա Էլիզն է։ Նա նայում է Էլիզին, աչքերում մի վերջին հույսով, խնդրում, աղաչում գոնե հիմա պատմել ճշմարտությունը Նորոյին, քանի որ այն լռությունը, որով Էլիզը թաքցնում է իրականությունը, արդեն խաղ է բոլորի ճակատագրերի հետ։ Էլիզը սակայն խեղճացած չէ, նա վախեցած է, ու երբ Հասմիկը նրան կոչ է անում խոստովանել ամեն ինչ, Էլիզը հանկարծ սառը ցնցումով արձագանքում է։ Նա վախենում է, որ եթե Նորոն իմանա, իրեն կվնասի կամ էլ կկործանի։ Այս պահին արդեն ճշմարտությունն Էլիզի համար մահացու վտանգ է ներկայացնում։ Եվ հենց այդ մթնոլորտում, լարվածության ու ներքին աղմուկի մեջ տեղի է ունենում մի հանդիպում, որը կարող է շրջել բոլոր հանգույցները։ Նորոն ու Էդոն նստած են սրճարանում, եւ ահա սրճարան է մտնում Արշակը։ Էդոն նրան տեսնում է ու միանգամից ժպիտ, ջերմություն, նա մոտենում է ու գրկախառնվում Արշակի հետ։ Նրանց բարևը նման չէ պարզապես հին ծանոթների զրույցի։ Այստեղ տարիների կապ կա, հարգանք ու վստահություն։ Նորոն շրջվում է ու քարանում։ Նրա առաջ մի պատկերի կտոր է, որը երբեք իր գլխում չէր ձևավորվել։ Այդ պահի ինտրիգը սառեցնում է Նորոյի ներսը։ Նա չի հասկանում, ինչպես են իր կյանքի այս երկու մարդիկ ճանաչում իրար։ Շուտով Նորոն կիմանա, որ Արշակը Մագդայի եղբայրն է։ Հարգելի հետևորդներ, ինչպես կվարվի Նորոն, երբ իմանա ճշմարտությունը։ Գրեք մեկնաբանություն։